ԱՄՆ կոնգրեսականներ Դարել Իսանի եւ Գաս Բիլիրիակիսի շրջանառության մեջ դրած օրինագիծը ծափողջություններով ընդունեցին, արձագանքեցին հատկապես արևմտամետ հայացքներ ու դիրքորոշում ունեցող քաղաքական վերլուծաբանները, փորձագետները։ Թե տեսեք ինչ դրական հետևանք կարող են թողնել Վաշինգտոնյան նախաստորագրված եւ ստորագրված փաստաթղթերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խաղաղության պայմանագրի ստորագրման վրա։ ԱՄՆ կոնգրեսականների ներկայացրած օրինագիծն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում։ Սանկցիաները ներառում են ադրբեջանական պաշտոնյաների ակտիվների սառեցում, վիզաների արգելք եւ ֆինանսական սահմանափակումներ այն արտասահմանյան բանկերի համար, որոնք գործարքներ են կատարում ադրբեջանական նավթի առևտուրը հեշտացնող ֆինանսական հաստատությունների հետ։ Քաղաքագետ վերլուծաբանների մի թևում հորդորում են շատ չողոքեվորվել շրջանառվող նախագծով, քանի դեռ այն միս ու արյուն չի ստացել։ Օրինագիծը դեռևս չի քննարկվել կոմիտեներում։ Այն պետք է հաստատեն կոմիտեները, պետք է քվեարկեն ներկայացուցիչների պալատն ու սենատը մինչև ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացնելը։ Եվ հետո այս օրինագիծը ոչ թե Միացյալ Նահանգների պաշտոնական նախաձեռնությունն է, այլ դրա մշակման գործում իրենց ներդրումն ունեն ԱՄՆ հայկական համայնքը, հայկական կազմակերպությունները։ Մենք ընդհանրապես այս բանը խոսում ենք մուտք հարված նախագծի մասին, որը դեռ իր այսպես սաղմնային փուլում է։ Օրինագիծը առնվազն եթե ընդունվի կփաստի, որ Ադրբեջանը ագրեսիվ կողմ է եւ դա առիթ է տվել, որպեսզի Միացյալ Նահանգները ընդունի այսպիսի օրինագիծ։ Սա առնվազն առաջին ապացույցը կլինի, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես ագրեսիվ կողմ։ Վերլուծաբանները համոզված չեն, որ օրինագծի ընդունման պարագայում էլ շատ լուրջ սանկցիաներ կարող են կիրառվել Ադրբեջանի կամ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Չկա որևէ երաշխիք, թեպետ շատերն ասում են, որ կան նախադրյալները, որ Թրամփը ինքը կարող է շահագրգռված լինել, բայց հարցի նաև մյուս կողմը կա։ Մենք պետք է հիշենք, որ հատկապես Թրամփի վարչակազմը բարբերաբար խոսում էր, որ այն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներն էին տեսանելի, ընդհանուր մինչև Միացյալ Նահանգներում արդեն տարբեր կոնգրեսականներ եւ սենատորներ են խոսում, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ կարող է սկսել ռազմական գործողություններ։ Նույնիսկ այդ ժամանակահատվածում, երբ խոսք էր գնում սանկցիաներ կիրառելու մասին, ասում են, որ դա կվնասի գործընթացին։ Գործնականում հողի վրա նմանատիպ օրինագծերը, բանաձևերը պետք է էական ազդեցություն ունենային սահմանափակելով ադրբեջանական ագրեսիան կամ դրա կիրառման հավանականությունը պետք է գոնե նվազեցվեր, ինչը երբեք տեղի չի ունեցել։ Հայաստանն ու Արցախը նման օրինագծերի բանաձևերի ընդունման դեպքում էլ բազմաթիվ ագրեսիաների են բախվել, որոնք բանակցություններից առաջ կամ բանակցություններից հետո են տեղի ունեցել։ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանություն, որը չի դադարել գոնե թե մինչև օգոստոսի 8-ը։ Եթե դուք նայեք, քանի բանաձև է ընդունվել Միացյալ Նահանգների կոնգրեսում Հայաստանի անկախության օրից 30 տարվա ընթացքում, քանի բանաձև էր ընդունվել, օրինակ պահանջելով, որ Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, որ Ադրբեջանը չփորձի հայաթափել Արցախը, կար նաև մի բանաձև, որը սահմանափակում էր Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը Ադրբեջանի։ Կոնգրեսի ներկայացուցիչները անընդհատ ասում էին, որ ղարաբաղցիները ունեն ինքնորոշման իրավունք, որ Ղարաբաղը չպետք է հայաթափվի, անընդհատ ցեղասպանության բանաձևեր էին քննարկում ու վերջում ընդունեցին, եւ մեր աչքերի առաջ մենք տեսանք ցեղասպանության շարունակությունը եւ ամբողջ աշխարհը լռեց։ Ընդհանրապես բոլոր բանաձևերն ու օրինագծերը փաթեթներ են, որոնք որակյալ իշխանության կամ որակյալ դիվանագիտության պարագայում հնարավոր է օգտագործել հօգուտ ինչ-որ կողմի կամ երկրի։ 90-ականներին ընդունված ՄԱԿ-ի բանաձևերը կոչեր էին ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին, բայց Ադրբեջանը հաճախակի դրանք ներկայացնում էր միակողմանիորեն, ձևավորում էր իր գործողությունների, իր ագրեսիվ քաղաքականության նկատմամբ լեգիտիմություն, իսկ հետագայում նաև փորձում էր դրանք օրինականացնել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։